Հայ-ադրբեջանական այսպես կոչված խաղաղության օրակարգի շրջանակում Բաքուն ոչ միայն պայմաններ է առաջ քաշում, պատմական չլսված եւ չտեսնված նոր նարատիվներ հնարում, սպառնալիքներ հնչեցնում, այլև ակտիվ մասնակցում է Հայաստանի 2026 թվականի նախընտրական մրցավազքին սեփական PR գործիքակազմով։ Ադրբեջանցի քաղաքագետ եւ Միլի Մեջլիսի անդամ Ռասիմ Մուսաբեկովը քննարկելով իշխանական քաղաքացիական պայմանագիր կուսակցության հեռանկարները առաջիկա ընտրություններում իշխանություն եկեղեցի առճակատումը նկատում է, որ Փաշինյանի բախումը եկեղեցական հիերարխիայի հետ մեծ ռիսկ է ներկայացնում։ Հենց վարչապետի համար սակայն դա անհրաժեշտ միջոցառում է։ Կաթողիկոսը եւ նրա շրջապատը փաստացի գործում են որպես ռուսական գործակալներ եւ անում են ամեն ինչ Փաշինյանին եւ նրա թիմին իշխանությունից հեռացնելու համար։ Հայաստանում ընտրությունների արդյունքը մեծապես կախված է Ադրբեջանի հետ հարաբերություններից։ Մինչև ընտրությունները դեռ շատ ժամանակ կա։ Եթե տնտեսական իրավիճակը չվատանա, Ադրբեջանի հետ հարաբերություններում որևէ բարդություն չառաջանա եւ խաղաղության գործընթացը շարունակվի, Փաշինյանի կուսակցությունը խորհրդարանում համեմատական մեծամասնություն կստանա։ Բայց արդյոք այն կկարողանա ինքնուրույն կառավարություն ձևավորել, դեռ պարզ չէ։ Բաքվի բռնապետը ոչ միայն հայ առաքելական եկեղեցու գործերին է որոշում միջամտել, դրանով իբրև լավություն մատուցելով Հայաստանի իշխանություններին, այլև Հայաստանի ընդդիմադիր դաշտի ներկայացուցիչների մասին պսևդո բացահայտում է մատուցում հանրությանը։ Ադրբեջանի նախկին արտգործնախարար Թոֆիկ Զուլֆուղարովը խոսելով Ուկրաինայում տեղի ունեցած Ադրբեջանի եւ Հայաստանի պատվիրակությունների իբրև ոչ պաշտոնական հանդիպման մասին ընդգծում է, որ Ռոբերտ Քոչարյանը հատուկ պատրաստություն անցած գործակալ էր։ Bir məqama toxundunuz, onun digər agent idi. Քոչարյան agent idi. Այդ ժամանակ Քոչարյանն անսպասելիորեն սկսեց հիշել, թե ինչպես է նախկինում զբաղվել լողով եւ հաճախ եղել Սև ծովում։ Նրան հարցրել են. ինչու հենց Սև ծովը, իսկ պատճառն այն էր, որ այնտեղ հատուկ ստորջրյա դասընթացներ էին կազմակերպվել։ Նա տարբեր տեսակի պատրաստություններ է անցել որպես դիվերսանտ։ Իր գրքում Քոչարյանը նույնիսկ գրել է, որ Ղարաբաղում իրադարձությունների սկսվելուց հետո սկսել է հանդիպել ոչ թե կոմսոմոլների, այլ մարդկանց հետ։ Խանքենդիում ստեղծվել է հատուկ կազմակերպչական կոմիտե, որոշ ոստիկաններ եւ ՊԱԿ-ի աշխատակիցներ, որոնք եկել էին տարբեր վայրերից, իբր ցերեկը զբաղվել են հուզումները ճնշելով, իսկ երեկոները հանդիպել են Քոչարյանի եւ Ղուկասյանի հետ։ Սա գրում է հենց Քոչարյանը, այսինքն նա պատրաստված պահեստային գործակալ էր։ Deməli orada xüsusi təşkil olunmuş kurslar idi. Sualtı մեր հարաբերությունների կարգավորման հարցն է, որովհետև իմ խորին համոզմամբ մինչև այդ հարաբերությունները չկարգավորվեն, Հայաստանի գոյությունը որպես անկախ պետություն կմնա միշտ հարցականի տակ։ Զուլֆուղարովի խոսքով Լևոն Տեր-Պետրոսյանն էլ երկիմաստանցյալ ուներ, նրա հայրը եղել է Սիրիայում կոմունիստական կուսակցության կազմակերպիչներից մեկը, այսինքն ըստ նախկին պաշտոնյայի պետք է հասկանալ, որ Հայաստանի քաղաքական էլիտան գտնվում էր Ռուսաստանի ուժեղ ազդեցության տակ։ Dağlık Qarabağ tamamilə əldən gedib. Նախկին նախարարը պատմում է նաև Հեյդար Ալիևի կողմից 1998 թվականին մեծ մետաքսի ճանապարհի պատմական համաձայնագրում կատարված փոփոխության մասին։ Konsepsiyası yoxdur. Սակայն մենք բախվել ենք ճնշումների, մասնավորապես ԵՄ դիրքորոշումն այն էր, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև շրջափակումները պետք է վերացվեն։ Բնականաբար հակամարտության արկայության դեպքում դա անհնար էր։ Միևնույն ժամանակ Եվրամիությունում ասում էին, որ եթե մենք չհամաձայնվենք, ապա չենք ստանա իրենց աջակցությունը։ Փաստաթղթերը կազմվել են այնպես, որ դրանցում այդ մասին որևէ կետ չի եղել։ Բայց քանի որ Ադրբեջանը հյուրընկալող կողմ էր, արձանագրությամբ վերջին խոսքի իրավունք ուներ, եւ այդ ժամանակ նախագահ Հեյդար Ալիևը հատուկ ուղում մտցրեց։ Ըստ նրա, Հայաստան ուղևորվող կամ նրա տարածքը լքող բեռները չեն կարող անցնել Ադրբեջանով մինչև հակամարտության ամբողջական կարգավորումը։ Ըստ էության Ալիև կրտսերը իրականացնում է հոր պահանջը, օկուպացնում է Արցախը, դրանով հակամարտությունը լուծված հռչակում եւ արդեն այսօր ադրբեջանական տարածքով հացահատիկ է տեղափոխվում Հայաստան։ Ադրբեջանցի մեկ այլ պատգամավոր էլ այսպես կոչված Զանգեզուրի միջանցքի մասին խոսելիս հերթական սպառնալիքն է հնչեցնում, որ եթե Հայաստանը միջանցքի բացման մասին անհապաղ որոշում չկայացնի, Ադրբեջանը պետք է ուժով մաքրի այդ տարածքը։ Իշխանամետ Արդարություն, իրավունք եւ ժողովրդավարություն կուսակցության նախագահ Հուդրաթ Հասանղուլիևի պնդմամբ Զանգեզուրի միջանցքի գրավումից հետո Բաքուն դրա վերահսկողությունը պետք է հանձնի
կամ Միացյալ Նահանգներին օգոստոսի 8-ի հայտարարության դրույթների համաձայն, կամ Ռուսաստանին 2020 թվականի նոյեմբերի 10-ի պայմանավորվածությունների հիման վրա։ Եվ մինչ Հայաստանում իշխող կուսակցության ղեկավարը պատրաստվում է հակաեկեղեցական հերթական շոուին, զուգահեռ իրականության մեջ այդ արշավի պատվիրատուն պատրաստվում է տոնել Արցախի մեր հայրենակիցների դեմ իրագործած էթնիկ զտումը։ Պակիստանի եւ Թուրքիայի զինուժն էլ մասնակցելու է Բաքվի զորահանդեսին, օդում կլինեն 44-օրյայում կիրառված Թուրքիայի ռազմաօդային ուժերին պատկանող F-16 կործանիչները։ Ֆրիդա Ղազարյան, Գարիկ Արոմյան, TB News։